Հատկացվել է վերանորոգման համար։ Դուք այդքան հատկացրել եք վերանորոգման համար։ Վերանորոգման ծախսերը ինչքան են եղել եւ այդ 22 միլիոնից որից ինչքան է։ Այսինքն մոնտաժում, աբամոնտաժում առանձին գումար է, ըստ երևույթին այս քանի օրս բարերարին իր կողմից է տալու այդ գումարը 22 միլիոն դրամը հատկացվելու է նոր զարտարանքների, դեկորների, փողոցների զարտարանքների համար, միայն դրա գումարն է, վերանորոգումն էլ կազմել է 671,000, որը փոխանցվել է արդեն։ Ով է բարերարը, ով Կասեմ, կգահորը կասեմ, հիմա չեմ ասի, թող լինի դա պատգամավոր սուրպրիզ։ Կարեն Սարուխանյանը հեգնում էր, ասում էր այդ տոնածառի ճյուղերը հակահրդեհային Չեմ ճանաչում։ Քաղաքացուն չեք ճանաչում։ Ես չեմ ճանաչում, չէ, այդպիսի մարդկանց չեմ ճանաչում։ Պարոն Առաքելյան, դուք Դե մենք ճանաչված մարդիկ ենք, դրա համար ճանաչում են, իրանց չեմ ճանաչում։ Պարոն Առաքելյան, մտավախություն չունեք, որ մինչև 2026 թվականի ընտրությունները համապետական Գյումրու այս պահին ընդդիմադիր խմբակցությունը կփորձի այնպես անել, որ իրենց կողմից լինի քաղաքապետը, որպեսզի նաև իրենք կարողանան համապետական ընտրություններում ձայներ տանել։ Չեմ հասկանում։ Մենք հիմա ընդդիմությունն է կառավարում։ Նկատի ունեմ, դուք հիմա քաղաքային իշխանություն եք, ընդդիմություն քաղաքացիական պայմանագիրն է, այսինքն հասնեն նրան, որ այո, համապետական ընտրությունները մինչև իրենց թեկնածուն կամ իրենց անդմատ։ Այսպես ասեմ, կոնկրետ մեր քաղաքական ուժը կոմունիստական կուսակցությունը միանշանակ ինչ սցենարներով որ նայեն, ընդդիմության դաշտում է գտնվում եւ գտնվելու է։ Հարցես լրիվ այլ է, պարոն Առաքելյան։ Այսինքն մենք ՀՊ-ին ձայն չենք տալու։ Դուք ՀՊ-ին ձայն չեք տալու, բայց կարող են կոլապսի առաջ կանգնեցնել կամ կարող են Եթե այդպիսի այդպիսի քայլերի կնան եւ ինձ կալանավորեն, կխորացնեն ճգնաժամ։ Հիմա կառավարման ճգնաժամ գոյություն չունի։ Եթե դրան այդ ժամանակ արդեն ինձ թվում է Գյումրեցին եւ ամբողջ Շիրակի մարզը իրեն բնորոշ վարկագծով 26 թվականի ընտրություններին պատասխանը կտա։ Խնդրեմ։